Ողջույն սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես հարցազրույցի եմ հրավիրել պատմաբան Հայաքվեի վարչության անդամ Արեգ Սավգուլյանին։ Բարև ձեզ, պարոն Սավգուլյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ Արմինե ջան, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Սավգուլյան, նորընտիր խորհրդարանը սկսում է իր աշխատանքները, վաղը լինելու է Անդրանիկ նիստը, եւ ես կուզեմ շատ հակիրճ ներկայացնել, թե մենք այս պահին ներքաղաքական առումով ինչ իրավիճակում ենք գտնվում, բանտերը լցված են քաղբանտարկյալներով, շարունակվում է ընդդիմության դեմ ռեպրեսիաները, կալանավորումները, ընդդիմության առաջնորդների դեմ քրեական գործեր են հարուցված, տարբեր գործեր են կարվում, նրանց նպատակադրված ունեզրկման գործընթաց է տեղի ունենում։ Երեկ մենք տեսանք խուզարկում էին ազգային ժողովի ընդդիմադիր առաջատար ուժի Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարանը։ Այս իրավիճակն է, նաև լարված իրավիճակ է արտաքին քաղաքական դաշտում Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների հետ կապված եւ ընդհանրապես բոլոր հարցերում Հայաստանում չափազանց մեծ լարվածություն կա։ Ընդհուպ մինչև պատերազմի վերսկսման վտանգ կա, ինչի մասին խոսում են արդեն վերլուծաբանները։ Եվ ահա այս իրավիճակում խորհրդարանը սկսում է իր գործունեությունը։ Թե ինչ ակնկալիքներ մենք պետք է ունենանք այս նոր խորհրդարանից, ես կառաջարկեմ մեր հարցազրույցի երկրորդ հատվածում անդրադառնալ, բայց հարցազրույցը սկսել եմ ուզում կարծում եմ ձեր համար եւ ամեն մի հավատավոր արժանապատիվ հայի համար շատ մտահոգիչ հետեւյալ հանգամանքով։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է ամենայն հայոց կաթողիկոսը կանգնում է դատարանի առաջ ամբաստանյալի աթոռին եւ դա Նիկոլ Փաշինյանի ձեռամբ է արվում։ Սա հստակ պատվեր է մեր եկեղեցու դեմ, այդ հակաեկեղեցական արշավի արդեն մեկ նոր փուլ ենք կարծես մենք մտնում։ Ես կխնդրեմ դուք անդրադառնաք այս հարցին, արդեն տարբեր կոչեր են հնչում միավորվելու, հնարավորինս սա խափանելու այս ընթացքը, թիկունքին կանգնելու մեր եկեղեցու, ինչ պիտի անենք։ Նախ գնահատականը ձեր, խնդրեմ այս սարսափելի փաստի առնչությամբ եւ թե ինչ մենք պետք է անենք։ Լսում ենք ձեզ, պարոն Սավգուլյան, խնդրեմ։ Արմինե ջան, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարողացավ վերարտադրվել եւ հետեւաբար այն հիմնական ներքաղաքական եւ արտաքին քաղաքական թեզերը, որոնք որդեգրվել էին եւ գործի էր դրվել նույն հակաեկեղեցական պայքարը, արշավը, քաղաքական գործիչների նկատմամբ հանիրավի հալածանքը նոր թափ է ստանում։ Եվ այս առումով կարելի ասել, որ կաթողիկոսի նկատմամբ հալածանքները արդեն թևակողել են դատաիրավական փուլ։ Այսօր նաև էլի քննարկումներ կան, թե արդյոք հնարավոր է, որ այդ դատավարության ժամանակ փորձեն կալանավորել կաթողիկոսի եւ այլն։ Կարծում եմ, որ իրենք բավականին սառը հաշվարկով են առաջնորդվում եւ կաթողիկոսի կալանավորմամբ նրանք հարց չեն լուծելու, ավելի սրելու են կրքերը եւ ընդհակառակը եկեղեցու շուրջ ավելի մեծ հանրային ուժեր են կոնսոլիդացնելու եւ գեներացնելու։ Իրենք միջև սահմանադրությունը չփոխեն, կաթողիկոսի անձին ձեռք չեն տալու։ Շարունակելու են վախեցնել, սարսափեցնել, ճնշում գործադրել, բայց կարծում եմ նույնիսկ իրենց քաղաքացիական պայմանագիր իշխանության համար, որոնք ընդհանրապես կարմիր գծերի չեն հետևում, համենայն դեպս սա իրանց համար որոշակի գիծ է։ Ոչ թե նրա համար, որ նրանք ինչ որտեղ բարոյական հարթության մեջ դատելու ընդունակություն ունեն, դրա մասին չի խոսքը։ Ուղղակի իրենց իրավիճակը ավելի են բարդացնել։ Այս պարագայում նրանք կարող են ունենալ գաղտնի, այսպես ասած, ռազմավարական պլան, որի շրջանակներում հնարավորինս թուլացնեն կաթողիկոսին, ըստ այդմ նաև թուլացնելու են հայ առաքելական եկեղեցին, եւ զուգահեռաբար փորձեն այդ սահմանադրության նոր տարբերակը չարչրկված, որը ստացել է Ալիևյան անվանումը, ընդունել։
որի շրջանակներում բնականաբար եկեղեցին չունենալու նախկին կարգավիճակը ըստ իրենց մոտեցման, հետևաբար դրանից հետո կարելի է նաև ավելի ծայրահեղ քայլերի գնալ։ Այս դեպքում պարտադիր չի օրինակի համար կաթողիկոսին դրա համար ձերբակալել։ Օրը ցերեկով ամբողջ հանրության աչքի առաջ խլում են մարդու սեփականությունը, պետականացնում են, նշանակում են կառավարիչ իրենց յուրայիններից եւ առաջ է շարժում։ Եվ այստեղ մենք չենք տեսնում հասարակության մեծ ընդվզում, որովհետեւ իրենք նախորդ հսկայական քարոզչական աշխատանք են տարեդաշտում։ Հա, նույն այդ երագլխի բանը, քարոզչությունը, որ տարան, որ հները հեսա վերադառնելու են եւ այլն եւ այլն։ Իրականում այն կարծիքները, որոնք շրջանառվում են Արմինե ջան, որ գույք են խլում, որ դրա նպատակը նաև այդ գույքը իրար մեջ անելն է եւ այլն, այստեղ կարևորագույն մի հատ խնդիր կա, որը շատերի ուշադրությունից վրիպել է, այսօր ես նաև համացանցում անդրադարձել եմ այդ խնդրին։ Իրենք ամեն կերպ ոչ միայն քաղաքական իմաստով, այլ առաջնահերթորեն հիմա լծվել են հին իշխանության ներկայացուցիչներին, հին իշխանությանը մերձավոր, այսպես ասած, գործիչների ֆինանսատնտեսապես չեզոքացնելու գործին։ Այսինքն, իրանք խնդիր են լուծում ֆինանսատնտեսական իշխանափոխություն կատարելու։ Այն ուժերը, որոնք ինչ որ կերպ կապված էին նախկին վարչակարգերի հետ, այս մարդկանց ուզում են ֆինանսատնտեսական առումով զրոյացնել, որպեսզի բացառեն այդ մարդկանց հետագայում քաղաքական դաշտ վերադառնալու։ Եվ այս պրոցեդուրան կատարվում է, տեսնում ենք, օրինակի համար նույն Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի, Գագիկ Խաչատրյանի, որը նախկին պետնախագահ առանձնապես ինչ որ քաղաքական առանձին գործունեություն չի ծավալել։ Ես ոչ թե արդարացնում եմ այս պարագայում կամ քննադատում եմ, խնդիրը օբյեկտիվորեն փորձում են ներկայացնել, որ ինչ խնդիր են իրանք ուզում սրանով լուծել։ Իրենք թիրախային ունեն ճանապարհային քարտեզ, արանքում կարող են թացը չորի հետ խառնել, միանշանակ, որովհետև այնպես չի, որ իրանք կոնկրետ ինչ որ համակարգային հարց են լուծում։ Իրենք իրենց ապագա վերարտադրության հարցն են դրել ու փորձում են այդ հարցը լուծել։ Ինչ վերաբերվում է կաթողիկոսին եւ նրա նկատմամբ վերաբերմունքին, փաստորեն վաղը ազգային ժողովի 9-րդ գումարման ժողովի բացումն է պաշտոնական, ինչպես նշեցիք, նաեւ կաթողիկոսը հրավիրված չէ, չնայած ԱԺ կանոնակարգ օրենքի 33-րդ հոդվածն է կարծեմ, սահմանում է, որ ազգային ժողովի նիստին կաթողիկոսը հանդես է գալիս ելույթով, օրհնում է եւ այլն։ Հիմա այս պարագայում մի կողմից ունենք այն հանգամանքը, այսօր նաև համացանցում մեր գործընկերներից մեկը հնչեցրեց, որ կաթողիկոսը չի օգտվել ուղղակի օրենքով ընձեռված իրեն ընձեռված հնարավորությունից։ Եվ հետևաբար այն միտքն էր հասունացում, որ ինքը կամավոր կերպով հրաժարվել է ոչ լեգիտիմ ազգային ժողովին օրնելու, այսպես ասած, բարոյական կամ օրենքով սահմանված պարտականությունից։ Բայց մեզ համար իրականությունը պարզ է։ Այսօրվա դրությամբ իշխող վարչակարգի կողմից ամենայն հայոց կաթողիկոսը հայտարարված է persona non grata։ Ոչ ցանկալի անձ է։ Եվ այս պարագայում կաթողիկոսը հստակ գիտակցում է, որտեղ պետք է գնա եւ որտեղ պետք է չլինի։ Ամենայն դեպքում այդ 9-րդ գումարման ազգային ժողովում բացի ընդդիմադիր ուժերից, այսպես ասած, ոչ մեկ կաթողիկոսին այնտեղ չի սպասում։ Եվ սա է իրական։ Դե այո, իշխանությունը բնականաբար չի սպասում, եւ Փաշինյանը 2 օր առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում, այսինքն ցինիզմը հասել է գագաթնակետին, իրենք կրկնում են բոլոր ՔՊ-ականները եւ փաստորեն սկսել են փնտրել, թե ով կարող է փոխարինել կաթողիկոսին եւ բերում են մի կարգալույծի, ինչպես է անունը, ես այս պահին երևի կդժվարանամ հիշել, հա, Արամայից Թախմազյան անունով այդ կարգառույց
անձին, ում տեսել էին լրագրողները քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում եւ հավանաբար նայել կանցկացնի։ Դուք շատ կարևոր եւ մի հետաքրքիր շեշտադրում արեցիք, որ այո, համացանցում այդ տրամադրությունները կան, կարծիքները կան, որ պետք չի, որ կաթողիկոսը գար, թեպետ օրենքի խախտում է։ Ակնհայտ օրենքի խախտում է ՔՊ-ի կողմից, այսինքն ՔՊ-ն հենց առաջին նիստով օրենք է խախտում, չհրավիրելով կաթողիկոսին, որովհետև կաթողիկոսի ներկայությունը եւ կաթողիկոսի օրնանքով սկսելը ազգային ժողովի նորընտիր ազգային ժողովի գործունեությունը դա սահմանադրական օրենքում ամրագրված է, բայց մյուս կողմից էլ կա բարոյական հոգեբանական պահ, հայ մարդիկ, հոգևոր նաև ընկալում ունեցող, ասում են պետք չի, որ կաթողիկոսը գնա եւ այդ թրքահպատակների ներկայությամբ մարդիկ, ովքեր իր անձի հանդեպ ունեն նման վատ վերաբերմունք, ոչ պարկեշտ, այսպես ասեմ, ոչ պարկեշտ են իրենց պահում, գնալ եւ աղոթք անել։ Պարզ է, որ նրանց մոտ չի գնահատվելու կաթողիկոսի հնչեցրած օրնանքը եւ լավ է, որ չգնա։ Այս դիտարկումը կա ի դեպ։ Դուք ճիշտ նկատեցիք։ Արձանագրենք հետեւյալ փաստը, որ եթե վաղը կաթողիկոսը չմասնակցի 9-րդ գումարման ազգային ժողովի բացմանը եւ արդյունքում մասնակցի այն հոգեվորականը, որը կարգալույծ է արվել, մենք իդեմս 9-րդ գումարման ազգային ժողովի ունենանք ոչ միայն ոչ լեգիտիմ ազգային ժողով, այլև ոչ օրհնված, իսկ եթե կարգալույծ արտկացնի այդ արարողակարգը, սրբապղծված, միգուցե բառը համահունչ չի, ճիշտ չի, բայց փաստորեն եկեղեցիական է անցկացնելու այդ միջոցառումը, որը վերապահված է հայ առաքելական եկեղեցու, որը դուրս է հայ առաքելական եկեղեցու կանոնակարգային տրամաբանությունից։ Այսինքն այդ մարդը աշխարհիկ մարդ է եւ այդ մարդը անցկացնելու է արարողություն։ Այս պարագայում ես կարծում եմ, եթե նման քաղաքականություն է որդեգրել կոնկրետ ՔՊ-ն առաջինից կորբանից, տիտղոսային ընդդիմությունը պետք է բնականաբար իր բողոքի ձայնը բարձրացնի այնտեղ։ Ես հենց դա էի ուզում հարցնել, ինչ դիրքորոշում պետք է ընդունի ընդդիմությունը, որովհետև կարծում եմ ամենաբարդ վիճակում ընդդիմությունն է։ Ոչ այնքան կաթողիկոսը, բացարձակ, ես կարծում եմ նույնիսկ շատ լավ է, որ կաթողիկոսը չի գալու, բայց ինչ դիրքորոշում պետք է ունենա, ասենք օրինակ ընդդիմությունը պետք է ոտքի կանգնի եւ մասնակցի այդ աղոթքի արարողությանը, թե պետք է իր երթին բոյկոտի դա։ Ով է այդ կարգալույծ ինչ որ մեկը, որը պետք է օրհնի եւ իրենք պետք է ներկա լինեն այդ։ Ես ուզում եմ դա հասկանալ։ Արմինե ջան, ես դժվարանում եմ Հա, իսկապես բարդ պահ է։ Որովհետեւ մենք կգնանք ենթադրությունների դաշտ։ Ուղղակի։ Չէ, բայց ձեր կարծիքով ճիշտը որը կլինի։ Հիշենք, որ օրինակ Արցախյան խնդրի հետ կապված ընդդիմությունը եղել է, որ Արցախի դրոշներ է դրել, հա, նախկինում Հայաստան դաշինքը։ Այո։ Հիմա էլ է Հայաստան դաշինքը այնտեղ։ Եղել է, որ քաղբանտարկյալների նկարներ են ցույց տվել եւ այլն, ակցիաներ են արել։ Հիմա ուժեղ Հայաստանը նոր քաղաքական կազմակերպություն է։ Ինչ ռեակցիա կտա տեղում, կբոյկոտի, դուրս կգա դահլիճից, ինչ կանի, արդեն դա իրենց ներքին որոշելիքն է։ Դրա համար ես չեմ ուզում ենթադրեմ, թե ինչ են անելու եւ միևնույն ժամանակ գնահատական տան։ Գնահատական կտանք այն պարագայում, երբ որ կատարված գործողության հետ կապված մենք ունենանք փաստ եւ դրա հետ կապված մեր կարծիքը կարող ենք արտահայտել։ Հասկանալի է։ Այսինքն որ դժվար է կանխատեսել ինչա լինելու։ Բայց ցանկալի պարագայում էլ օրինակ ես որպես լրագրող շատ կուզենայի, որ ուժեղ Հայաստանը եւ Հայաստան խմբակցությունները այդ աղոթքի կոչված այդ հատվածը ուղղակի չմասնակցեին, հետո կայցելեին Էջմիածին, այնտեղ կստանային կաթողիկոսի օրհնությունը, որը ուղղակիորեն հենց կլիներ ընդդիմության ուղված, որովհետև նրանք շատ լուրջ աշխատանք ունեն անելու եւ հոգեվոր այդ օրհնության կարիքը կա, թեւութիկունք, հա, այսպես այդ հոգեվորը պետք է դառնա մեր ընդդիմությանը եւ վերադառնային, շարունակեին իրենց գործունեությունը։ Հիմա ենթադրությունների դաշտ, ինչպես ասում եք դուք, չտեղափոխվենք, դա ընդհանրապես ցանկությունների դաշտ էր։ Ձեր առաջարկը ժամանակին կհնչի եւ դա առանձնապես մեծ կազմակերպական
աշխատանք եւ էներգիա չի պահանջում, որ օրինակ ձեր առաջարկը ընդունի ուժեղ Հայաստանի խմբակցությունը եւ օրինակ նման քայլ անի։ Եվ կարծում եմ, որ նման քայլ կարող են անել։ Ես էլ եմ սպասում ճիշտ ասած, որ կարող է այդպիսի ընթացք լինել։ Անցնենք առաջ։ Ես արդեն իմ խոսքի նախաբանում ասացի, որ բանտերը իսկապես լցված են քաղբանտարկյալներով։ Իդեպ մի այսպիսի դիտարկում լսեցի, որ ասվում է, եթե չեմ սխալվում, փաստաբաններից մեկն էր։ Ասում է, բանտերը իսկապես այնքան է լցված, տեղ չկա։ Դրա համար երբեմն դատարանները տնային կալանք են տալիս։ Դուք պատկերացնում եք, ասենք, ինչ իրավիճակ է Հայաստանում, հա։ Եվ հիմա կխնդրեմ ձեր կարծիքը այս առնչությամբ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ավելի ագրեսիվացավ եւ հիմա պարոն Սաբուրյան անունը դնում է, որ ինքը ժողովրդի ընտրյալն է եւ այդ ժողովրդի իբր մանդատը կրողի, հա, ժողովրդի անունից համարում է, որ ինքը ինչ գործողություն որ անում է, դրանով կատարում է ժողովրդի պատվերը։ Եվ հիմա որ բազմաթիվ ընդդիմադիր մարդիկ, հայրենասեր մարդիկ փակված են, դա ըստ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանության ժողովրդի պահանջն է։ Ես կխնդրեմ անդրադառնաք այս խնդրին, ինչ է ցույց տալիս, ում է ինչ ցույց տալիս, դրսի տերերին է ինչ որ բան ցույց տալիս։ Վստահության այն քվեն, որոնք ստացան իրենք, որը իրենք ստացան, դա չի նշանակում, որ այդ բոլոր մարդիկ իրենց քաղաքականությունը կիսում։ Երկու դիտարկում հետո անցնենք նաև քաղաքահալածյալների հարցին։ Իրենք կարողացան վարպետորեն խաղալ հասարակության էմոցիաների վրա եւ իհարկե նաև նյութապաշտության։ Առաջ քաշեցին խաղաղության թեզը, իրենց օգնեց ոչ միայն միջազգային հանրության կարծիքը, այլև ԱՄՆ փոխնախագահ այցելեց, եվրոպական երկրների լիդերները այցելեցին, հավաստեցին, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է վարվում։ Թուրքիայի ԱՏՄՕ նախարարը պաշտոնապես հայտարարեց, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին, որովհետև նրա քաղաքականությունը, այսպես ասած, խաղաղություն է բերում եւ այլն եւ այլն։ Գրեթե աշխարհի գերակա ուժերի մի հսկայական զանգված, եթե չասեմ 50+1-ը, կանգնել էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեջ։ Իսկ տարածաշրջանում Թուրքիան եւ Ադրբեջանը ուղղակի երկու կողմից ձեռքերով ամուր բռնել են, որ հանկարծակի չստացվի այնպես, որ այս համապետական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը պարտություն կրի։ Եվ այս պարագայում ժողովուրդը մտածեց, որ այս ուժը եթե մնա, ինչ ամեն դեպքում կոմպրոմիսի է եկել, խաղաղություն կլինի, պատերազմ չի լինի։ Եվ երկրորդ թեզը դա սոցիալական իմիտացիան էր։ Թոշակների բարձրացումներ, անվճար ապահովագրության համակարգի ներդրումներ եւ այլն եւ այլն։ Հիմա այսքանով հանդերձ, եթե դուք շարքային ընտրողին մոտենաք եւ հարցնեք, ասեք դուք տեղյակ եք, որ խաղաղության պայմանագիրը կնքված չի, ինքը զարմացած ձեր վրա է նայելու։ Ես անձամբ մասնակցելով ընտրական process-ներին բազմաթիվ մարդկանց այդ հարցը տվել եմ, գիտեք ինչ են ասել։ Խաղաղության պայմանագիրը կնքվել է Վաշինգտոնում չէր, Ամերիկայում չէր, որ խաղաղության պայմանագիրը կնքվեց։ Այսինքն մարդիկ հավատացած են եղել մեծամասնությունը, որ պաշտոնապես խաղաղության պայմանագիրը կնքվել է եւ բանը չէր, Ամերիկայի նախագահը չէր, Դոնալդ Թրամփը չէր, իրեքով նստած չեն։ Այսինքն կարողացել են, չեմ ասում չեն կարողացել, հասարակության լայնորեն գիտակցության մեջ սերմանել, որ խաղաղության պայմանագիրը կնքված է։ Ասում եմ, լսի, խաղաղության պայմանագիրը պիտի կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ասում եմ, կնքված է, Ամերիկայում են կնքել։ Ասում եմ, չէ, չեն կնքել։ Դա այլ է, դա թրիպն է, դա ճանապարհն է եւ այն, չէ, ասում եմ, դու ճիշտ չգիտես։ Ու ինձ փորձում են հակառակը համոզել։ Հիմա իրանք կարողացել են դրան հասնել։ Հաջորդ հարցը, այն մարդիկ, որոնց աշխատանքը ուղղված է հասարակության, գիտակցության զարթոնքին, այն աշխատանքին, որպեսզի այս հասարակությունը իրապես արթնանա, այդ մարդկանց չեզոքացնում են, մեկուսացնում են։ Դիցուք նույն հայաքվե համակարգող Ավետիք Չալաբյանը ինչ էր արել։ Նույնիսկ հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը բանը առանձին որպես քաղաքական ուժ չէր մասնակցել այս համապետական ընտրություններին։ 3 Նարեկ Կարապետյանի համար եւ Դավիթ Ղազինյանի համար։
մի շաբաթ էլ երևի չի անցել 1 միլիարդ դրամի չափով գրանք վճարեցին, որ այս մարդիկ պիտի նաև այս ընթացքում մնան ազատության։ Այդ ինչ անհարկի խուզարկությունները առավոտ շուտ մտնում են եւ այլն, խուզարկում են, ման են գալի, ոչ մի բան չեն գտնում, հետո թողում գնում են։ Սա էլեմենտար ռեպրեսիաների շղթա է։ Նարեկ Կարապետյանն էլ բավականին նաև էմոցիոնալ անդրադարձավ, բայց օբյեկտիվորեն ճիշտ բան ասեց, ինչ ա ուզում ա որ մենք իրա նման դառնանք։ Ինչ ա ուզում։ Այսինքն այն նույն ձեռագրով շարժենք, ինչ որ իրանք են շարժում, մարդ փագենք, մարդ, չգիտեմ, ծախենք, գործ տանք, էս անենք, այն անենք, չմոռանանք նաև այս ամեն ինչից հեռու, բնականաբար Կարապետյան Նարեկը պատկերավոր էր այդ ամեն ինչը ասում, որ ուզեն թե չուզեն, ուժեղ Հայաստանը այսօր ներկայացնում է 9-րդ գումարման այդ ոչ լեգիտիմ ժողովում փաստացի երկրորդ քաղաքական ուժը։ Եվ այստեղ մի հարց էլ առաջանում Արմինե ջան, բա եթե ոչ լեգիտիմա ինչի են մանդատները վերցել, բա ինչ պետք է անեին, որ չվերցնեն, թողեին ազգային ժողովը 100%-ով Նիկոլ Փաշինյանի, այսինքն լրիվ քայլ անեն, այստեղ այդ անում էր իշխանությունը, կեղծ թեզը, որ մանդատները չվերցնեն, շրջանառում էր իշխանությունը, որ հանգարցակի տրվեին այդ խայծին ու չվերցնեին, ասում էր գնացեք հեղափոխություն արեք, փողոց դուրս եկեք, շարժում սկսեք եւ այլն եւ այլն։ Չվերցնեին, որպեսզի ինքը կարողանա սահմանադրական դատարանի միջոցով հերթական ավանտյուրան կազմակերպել եւ այն ուժերը, որոնք չէին անցել ազգային ժողով, կազմակերպել այդ ուժերին բերել ազգային ժողով, հետո կարողանար ուզեր չեզոքացներ եւ փաստացի ժողովուրդը այն ուժին, որին դիտարկում էր որպես ընդդիմադիր եւ ուժ, որը կարող էր հակակշռել գործող իշխանությանը, չեզոքացներ դաշտից։ Հիմա այս հակառակ մոտեցումն եմ նայել, բա որ չվերցնեին մանդատները, չէին պատտվելու, նույն հանրային կարծիքը շրջանառային հետեւյալ թեզը։ Ինչ եք ստացել դրա դիմաց, որ զիջել եք մանդատները։ Ոչ մեկ էս հարցադրումը չէր անում։ Առաջի հարցադրումը, երբ որ իրենք մանդատները չվերցնեին, եւ բնականաբար փողոցային շարժումը մի օրում երկու օրում չի կազմակերպվում, էլ իրանք գիտեն իրանք ուր են այդ ուժին ուղարկում։ Եվ փաստացի այդ հարցը առաջանալու էր։ Ինչ են տվել։ Կարող է խոստացել են Հայաստանի էլեկտրական ցանցերը ձեզ վերադարձնեն։ Կարող է խոստացել են, որ ձեր ուժի համար այն մարդիկ, որոնք բանտարկված են կամ տնային կալանքի մեջ են, իրենց ազատ թողնել։ Կամ կարող է ձեզ տվերային այլ բիզնեսներ կամ հնարավորություններ են խոստացել, որպեսզի դուք դուրս գաք քաղաքական process-ից։ Կարող են այս հարցադրումներն շատ ակտիվ շրջանառվելու են եւ այդ ժամանակ հասարակության մեջ կտրուկ փոխվելու էր այս ուժերի ուղղությամբ վերաբերմունքը։ Ասելու են ուրեմն սրանք երկակի խաղ են տարել։ Ու սկսելու էր քաղաքական դաշտում կոնկրետ քաղաքացիական պայմանագրի ուղղաձիգ բուրգի կառուցումը, ուրիշ բան չէր լինելու։ Հիմա հնարավորինս այս ուժերը ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը համադրաբար աշխատելով կարող են որոշակի արդյունքի հասնել։ Բնականաբար այդ իշխանությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձեռքն է։ Բայց ես կարծում եմ, որ միայն իրանց վրա պետք չի թողնել եւ այս պարագայում հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը վերջերս դաշտում հանդես է եկել հանրային խորհրդարան ձևավորելու առաջարկով եւ մեկ տարբեր ուժերի հետ հիմա հանդիպումներ են ունենում քաղաքական, քաղաքացիական, որպեսզի կարողանանք այս ինստիտուտը կայացնենք եւ հնարավորինս ապահովենք Հայաստանի Հանրապետությունում մասնակցային կառավարում, այսինքն հնարավորություն տանք նաեւ այլ քաղաքական, քաղաքացիական կազմակերպություններին, որոնք շահագրգռված են Հայաստանի Հանրապետության զարգացմամբ, զբաղվելու իրավաօրենսդրական գործունեությամբ,
քաղաքացիական գործունեությամբ, բայց մի ընդհանուր հարթակում, որը հնարավորություն կտա մարդկանց ուժերը համախմբելու եւ ռեսուրսները համադրելու։ Բայց դրա մասին մի առանձին Շատ լավ, հաղորդման շատ լավ։ Ես որքան հասկանում եմ, քաղաքացիական հասարակության ձևավորման շրջանն է։ Քաղաքացիական հասարակությունը միշտ դրսից է ֆինանսավորվել եւ տա Աստված, որ իսկապես հայաստանյան քաղաքական հասարակություն ի վերջո հնարավոր լինի ձևավորել, որը կիրականացնի հայկական օրակարգ, ոչ թե դրսից պատվիրված օրակարգ, ինչը տարիներ շարունակ մենք տեսել ենք այդ գրանտներով եւ հազարումի, հա, այսպես դրսից հոսացող վերջի շրջանում էլ արդեն ադրբեջանա-թուրքական տանդեմի խողովակներից է իր փողը մտնում Հայաստան Սորոսի եւ այդ օղակներով, ինչպես տեսանք 2018-ին, հենց այդ նույն օղակներով մտավ եւ այսպես կոչված Թավշյա հեղափոխություն իրականացավ։ Շատ լավ է այդ ծրագիրը։ Սա շատ հետաքրքիր թեմա է, այո, ես կարծում եմ առանձին կարելի է վերլուծել, բայց իդեպ ես ուզում եմ անդրադառնալ ընդդիմության հետեւյալ պահին, հետեւյալ շեշտադրմամբ, տպավորությունս այնպիսին է, որ այդ տպավորությունը դա արդեն իրականություն է, որ մի նոր այսպես որակի են հասցրել, ճակերտում ասած որակի, ընդդիմության վարկաբեկումը։ Գնում է տոտալ վարկաբեկում, այսինքն ինչ էլ աներ ընդդիմությունը, պարոն Սաբգուլյան, միևնույն է քննադատվելու էր, վերցնել էլ մանդատները քննադատելու էին, չվերցնել էլ ասած ձեզ ասելու էին կարող է գնում եք համագործակցության, եւ հիմա էլ գիտեք ինչ են ասում են այդ գնում եք իրանց հետ աշխատելու։ Ես կուզեմ դրան անդրադառնաք, որ մեր ժողովրդի մոտ հիմա դա շատ տարածված ամեն երկրորդը հետ է ասում, դե գնում են հիմա Փաշինյանի հետ աշխատելու։ Ես ուզում եմ մեր ժողովրդը իրազեկվի հետևյալում, որ խորհրդարանը Փաշինյանինը չէ, ժողովրդին է, հայ ժողովրդի խորհրդարանն է, իսկ այն մարդկանց, ում ձայն է տվել արժանապատիվ հայության այդ հատվածը, գնում են տեղում խնդիր լուծելու, գնում են մեր խորհրդարանը հայկական պահելու, ոչ թե Փաշինյանի հետ աշխատելու։ Խնդրեմ այ դրան անդրադառնաք, հա։ Արմինե ջան, ընդդիմությունը վերցնում է այն, ինչը օրենքով իրենց հասանելիք է։ Այո, Նաև այս շրջանառվում, որ պաշտոններ թող չվերցնեն։ Թող օրինակ չվերցնեն փոխխոսնակի պաշտոնը, դա պաշտոն է, թող չվերցնեն մշտական հանձնաժողովի նախագահի։ Ոչ, ԴՔՊ-ի աչքը լույս։ ընդդիմությունը հնարավորինս շատ պետք է ներգրաված լինի ազգային ժողովում։ Ինչու՞։ Որովհետև դա հանրությանը, այո, ձեզ հայտնի շրջանակների կողմից մատուցվում է որպես պաշտոն վերցնել եւ համագործակցելու։ Ոչ, մշտական հանձնաժողովի նախագահը իր կարգավիճակով խորհրդարանական երկրում ավելի բարձր է նախարարից։ Նախարարն է գնում հաշվետվություն տալիս մշտական հանձնաժողովի նախագահին, ոչ թե օրենսդիրի մշտական հանձնաժողովի նախագահ գնում է հաշվետվություն է տալի կառավարության։ Կառավարության ներկա չի։ Նույն տրամաբանությամբ, երբ որ բյուջե են հաստատում, օրենք են ընդունում, բերում են ազգային ժողովն է հաստատում։ Նախարարները բերում են իրենց տարեկան հաշվետվությունները կատարած ծրագրերը ներկայացնում են ոլորտը կարգավորող մշտական հանձնաժողովներին։ Հետևաբար, եթե դու այդ լծակը չունես, դու չես կարողանում իրազեկված լինես եւ համապատասխան ճնշում գործադրես, որ այդ ոլորտը ղեկավարող նախարարը իր պարտականությունները նորմալ կատարի։ Հիմա հասկացանք, կրակն ենք ընկել, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նորից վերարտադրվել է։ Ինչ անենք։ Թողեք ազգային ժողովի բոլոր մանդատները վերցնեին, մշտական հանձնաժողովի նախագահների, փոխնախագահների պոստերը վերցնեին, ազգային ժողովի բոլոր փոխխոսնակներում իրենք նշանակվեին, հա? Իրանք առավոտից իրիկուն գային, իրար գովեին, իրար մեծարեին, վերջում է գնային տուն, ամեն մեկի գրպաններում միլիոնավոր դրամի պարգևավճարն է, թե ինչքան լավ են իրանք աշխատում։ Դրա համար բեկում է պետք մտցնել։ Եվ այդ բեկում մտցնելու համար, եթե իշխանությանը կրկին օրինակ հաջողվեց հասարակությանը համոզեն, որ այս մարդիկ գնացել են քաղաքական ինչ քաղաքական համագործակցության են գնացել։ Կես միլիոն մարդ ձենա տվել ընդդիմությանը, կես միլիոն պլյուս 200,000 ձայնա տվել իշխանությանը։ Հիմա չխորանանք ով ինչքան ոնց արեց ռեպրեսիաներ, օգտագործեցին այդ, չգիտեմ, պետական ռեսուրսը եւ այլն, բոլոր իշխանություններն այդ պետական ռեսուրսը Հայաստանի Հանրապետությունում օգտագործել են։
բան չկա, սուրբ չկա նրանց մեջ, բայց չափ կա դրան։ Ես կարողա ճիշտ ձևակերպում չեմ տալի, որ չափ կա դրան։ Այո, չափ կա դրան, որ չսպառնան, չգիտեմ, բաժնի պետ լինի, գլխավոր մասնագետը լինի, փոխնախարար լինի, կդատենք, կփակենք, կփռենք, կծեփենք պատերին, եթե մեր համար չաշխատենք։ Դա իհարկե ոչ են նկարելու գցեն համացանց, որ մենք տեսնենք։ Ինչպես օրինակ տարբեր տեսակի մարդկանց ձայնագրում էին, չգիտեմ, անհայտ գյուղերում, որ մեկի շոր էր խոստանում, կոստյում էր խոստանում, բուշլատի թև էր խոստանում, ասում էր ձայնը տուր, չգիտեմ, ուժեղ Հայաստանին կամ Գագիկ Ծառուկյանին կամ ամեն մյուսին։ Բայց ձայները, որ դուք բերել եք, այդ քվեները, որ իշխանությունը բերել է, ո՞նց է բերել, մեկը հարցնող լինի։ Դուք փող չեք ծախսել, դուք լծակներ չեք օգտագործել, բա որ ձեր բանի պաշտպանության նախարարը կարող է բանա ընդդիմությունից ա եղել Սուրեն Պապիկյանը։ Այդ ո՞նց ալում Զորամասի համապատասխան բանը միավորումը ժամը 8-ին 8-անցիկ դոր մտնում է տեղամաս։ Կարող ենք ենթադրել, որ մի 15 տեղ էլ մտել էր, մինչև 16-րդ տեղը մտել։ Կարող ենք, բայց փաստ չունենք հիմա մեր ձեռքի տակ։ Հետևաբար այս պարագայում հասարակությունը պիտի հստակ հասկանա։ Մանդատը Նիկոլը չի տալի, մանդատը դուք եք տվել։ 500,000 մարդ այս մարդկանց մանդատը տվել։ Այստեղ մի խնդիր կա կարևոր, Արմինե ջան։ Ուղղակի այդ մարդիկ ձայնը տվել են, որպեսզի հաղթի այս կուսակցությունը։ Կամ կուսակցությունները չեն հաղթել այդ մարդիկ։ Հաղթելա քաղաքացիական պայմանագիրը։ Քաղաքացիական պայմանագիրին էլ ինչ որ իմաստով չի հաղթել, որովհետև իր դրած խնդիրը չի լուծել։ Սահմանադրական այդ բացարձակ մեծամասնություն ունենալու կպչուն միտքը, որը առավոտից իրիկուն իրանց բաներ, դարել էր բանը, ուղեղի բզիկը կոպիտ ասած, հանգիստ չէր տալի, իրանք ուզում են 70-80 հատ պատգամավոր ունենային ազգային ժողովում, որպեսզի ինչ բերեն, ոնց որ նախկին 8-րդ գումարման ազգային ժողովում էր հանգիստ ընդունվել։ Հիմա մեր հասարակությունը պետք է հստակ հասկանա, առաջին ինքն է տվել մանդատը, երկրորդ այն բոլոր պաշտոնները, որ կա մշտական հանձնաժողովի նախագահ, տեղակալ, փոխոստակ, էլի ինքն է տվել, որտեղ կանոնակարգով է սահմանված։ Այո, հնարավոր է նաև կանոնակարգով սահմանված է, որ այդ պոստում մարդը պիտի հավաքի X զայն, եւ այս պարագայում պետք է նաև այս կողմից այնտեղ մասնակցեն քվեարկության, այն կողմից մասնակցեն եւ այլն, բայց ուզեն չուզեն 9-րդ գումարման ազգային ժողովը չի կարող բսկտվի եւ դառնա 2-3 հատ ազգային ժողով։ Իշխանության ազգային ժողով, ընդդիմության ազգային ժողով։ Ինչքան էլ իշխանությունը տենց է մատուցում, հա? Նիկոլ Փաշինյանը ասաց, ով որ ընդդիմությանը ձայնը տվի 70%-ը կաշառք է վերցրել։ Որտեղից տենց տվյալներ։ Նույնիսկ հրապարակային հնչեցեց, որ կարող է իրանց ընտանիքի անդամներն են ինչ որ մի բան վերցել, գնացել ընտրություններին մասնակցել։ Դա էլ աբսուրդ ժանրից իհարկե։ Պետք է հասկանալ, որ անկախ ամեն ինչից ազգային ժողովը ինստիտուցիոնալ մարմին է, ուզենք թե չուզենք, այդ ազգային ժողովը պետք է աշխատի։ Մի կետ ասեցի, բյուջե հաստատող մարմինն է։ Երկրի պետական բյուջեն հաստատող մարմինն է։ Ինչ անենք, եթե այս պարագայում ես ավելի շատ ընդդիմության դիտանկյունից եմ խոսում եւ հանգիստ եմ խոսում այն կտրվածքով, որ ես ինքս պատգամավորի կարգավիճակ չունեմ, թե չէ այլ կերպ էր մեր հանրության կողմից ընկալվելու։ Եվ ոչ էլ ուժեղ Հայաստանի անդամ եմ հանդիսանում։ Դրա համար էլ կրկնակի ավելի հանգիստ եւ համարձակ եմ խոսում եւ դատում դրա մասին։ Բայց մենք եթե այս պարագայում հասարակության նույնիսկ այդ մտավոր լայն զանգվածները ես զգում եմ տրվել են այդ բանին, իշխանական քարոզչամեքենայի խայծին, որ դուք պետք է մանդատները չվերցնեիք, պետք է դուրս գայիք փողոց, չգիտեմ, կենաց մայ պայքար ցեի, դրանին իշխանությունը սպասում էր։ Ամբողջ պլանը դա էր, որ կարողանային հասարակության մեջ տրամադրություններ գեներացնել, ել ոնց է լինում, կանգնեց իր բերանով ասեց, դուրս եկեք հեղափոխություն արեք, ել ոնց ասեր։ Հա, իրան այրուներ պետք է թափել, հակասություններ պետք, որ նաև հնարավորություն ունենար ձերբակալությունները շարունակել։ Խնդրենք, օրինակի համար, օգտվենք նաև ձեր եթերից, խնդրենք, որ եթե ինքը մի անգամ Շակերտյալ հեղափոխություն արը ու եկել է իշխանության, թող երկրորդ անգամ ընդդիմության համար հեղափոխություն չանի, պետք չի։ Եթե համապատասխան իրավիճակ ստեղծվի, պատմաքաղաքական նախադրյալներ լինի,
հասարակությունը կընդվզի եւ կգնա հեղափոխության ճանապարհով, բայց պետք չի, անպայման չի, որ Նիկոլ Փաշինյանը այդ հեղափոխությունը գլխավորի։ Քավլիցի, թող ինքը հանգիստ միջև կգա համապատասխան ժամանակը։ Պետք չի։ Իմ Շատ լավ։ մոտ քաղաքացիական պայմանագիրը ողջևորված ուզում է հրահրի ընդդիմության ընտրազանգվածին դուրս բերի փողոց եւ այդ ընտրազանգվածը գլխավորելով նորից երկրում հեղափոխություն կազմակերպի։ Դա արդեն աբսուրդի զանգից է։ Իդեպ Լատինական Ամերիկայի պատմության մեջ շատ կարճ դրվագ կար այդպիսի նախագահ, երկիրը չեմ հիշում, մեր դասախոսներից էր պատմում, որ նախագահի վարկանիշը ահավոր ցածր է լինում եւ այս նախագահը որոշում է, որ ոնց անի որ վերարտադրվի եւ նրան խորհուրդ են տալիս, որ բեղերդի եւ ղեկավարի եւ ստանձնի երկրում ընդդիմության ղեկը։ Եվ դա իրական փաստերի վրա է հիմնված։ Այդ մարդուն հաջողվում է բեղերով իշխանափոխություն անի, հեղափոխություն անի, այդ լոզունգների վրա գա եւ ասում է հանրության մեջ ուղղակի մի կարծիք էր իշխում։ Այս բանը ընդդիմադիր առաջնորդը շատ նման է մեր այն գործող վատ նախագահի։ Հիմա փաստացի դա ինչ որ կերպ ուզում է ստեղ կատարվի, հա, մորուքը սարքել, որից ռեստարտեղա, հիմա դաշտ է մտնում, համ ուզում է ընդդիմությանը գլխավորի, համ ուզում է իշխանությանը գլխավորի, համ ուզում է դատարանները գլխավորի, համ ուզում է բանակը գլխավորի։ Բռնապետ, մեկ բառով բռնապետն է, բռնապետության հստակ արտահայտում է սա։ Պարոն Սաբգուլյան, ուզում եմ հետևյալ հարցը նաև տալ, ամենով հանդերձ քննադատվում է, շարունակում են քննադատել ընդդիմությանը հետևյալ տեսանկյունից, թե լավ ոնց եք աշխատելու, հետևյալ առումով, հա, նաև այն մարդիկ, ովքեր ոչ թե Փաշինյանի ջրաղացին ջուր լցնել են ուզում, այլ ինչ որտեղ նաև ուզում են իրենք էլ հասկանալ, լինելով ընդդիմության ձայն տված հատվածը, ասում են լավ ոնց եք այդ մարդկանց հետ աշխատելու, որոնք առավոտվանից երեկո հայհոյախոսում են։ Մենք տեսանք անցած գումարման 8-րդ գումարման խորհրդարանում ինչ զարուրելի պատկերների ականատես եղանք, չէ։ Կարմիր գծեր չճանաչող մարդիկ են, կհարցակվեն, շշերներ կտան հերոսների գլխիներ, չկա հարգանք, բացարձակ չկա, ազգային ընկալում չկա։ Դու մի բան ես խոսում, իրենք բերում են մեկ այլ բոլորովին այլ փաստարկ, մանիպուլացնում են, խառնում են, լարում են։ Լավ ոնց եք դուք ձեր արժե համակարգով կրթված մարդիկ լինելով աշխատելու քպեական խաժամուժի հետ, որը լրիվ ուրիշ նպատակներով է գալիս։ Սա մեկ, երկրորդը շեշտադրում է հնչում է հետևյալը։ Ի վերջո, այս թիմը, երկու թիմերը ընդդիմության կարող են գլխացավանք ստեղծել Փաշինյանի համար։ Սա շատ էր ասվում, չէ՞։ Անցած խորհրդարանում էլ էր ասում, ի վերջո ընդդիմությունը կարող է գլխացավանք ստեղծել, դառնալ այնպիսի լարվածություն ստեղծել, որ իրենք պրավալ տան, հա, ձախողեն։ Բայց մենք տեսնում ենք, տեսանք նախորդ գումարումից, որ դա տեղի չունեցավ։ Եվ հաջորդ շեշտադրումը անեմ, հնարավորություն կունենա այս ընդդիմությունը իսկապես ստեղծել այլընտրանքային իրավիճակ խորհրդարանում, դա կարծում եմ ամենակարևորն է, եւ սեփական օրակարգը թելադրել տալ, որովհետեւ անցած գումարման խորհրդարանում ցավոք պիտի արձանագրենք, ընդդիմությունը դառնում էր այսպես շարունակողը իշխանություն էր թելադրում, կարճ ասած օրակարգ, եւ գնում էր ընդդիմությունը անկախ իրենից այդ օրակարգի հետևից, որովհետեւ նրանք շատ ագրեսիվ էին, ընդդիմությունը ստիպված էր լինում գնալ նրանց հետևից։ Հիմա, եթե այս ընդդիմությանը հաջողվի սեփական օրակարգը թելադրել, անտեսել նրանց այդ ամեն մի, հա, այդ զարուրելի այդ, հա, որտեղ հենց պետք է դնում, իրենք սկսում են հայհոյախոսել, մարդկանց վարկապեկել, դա Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է։ Կկարողանան այդ օրակարգը կոտրել սեփական օրակարգով։ Ես երևի մի քանի հարցեր էսպես տվեցի, կարծում եմ կհիշեք, խնդրեմ, լսում եմ ձեզ։ Նիկոլ Փաշինյանին հաղթելու միակ բանաձևը դա Նիկոլից ավելի Նիկոլ լինելն է։ Թե ընդհանրապես Նիկոլ չլինելն է եւ լինել արժանապատիվ հայ մարդ։ Որը պետության համար հղի անկանխատեսելի հետևանքներ։ Սյունիքը, Սևանը, փաթեթային ամեն ինչը զիջել, ավելին, ինչ առաջարկ լինի, այդ բոլոր առաջարկները ընդունել։ Բնականաբար, գործող ընդդիմությունը չի կարող գնալ այդ ճանապարհով։ Պատկերացնում եք այդ ընթացքում ինչ բանը, խոստումներ կլինի, ժողովրդին ինչ վարդագույն երազներ բանը կմատուցեն։ Այս ընդդիմությունը ինքը պրակտիկա եւ հստակ ունի
իր քաղաքական հաշվարկը, ինչքանով որ ես շփվել եմ իրենց հետ։ Եվ ես կարծում եմ, որ այս ազգային ժողովը անկախ այն հանգամանքից, որ ինքը ոչ լեգիտիմ է, ընդդիմությունը չուներ այլ ընտրանք, չներգրավելու այս ազգային ժողովը, տիտղոսային ընդդիմությունի նկատի ունեմ։ Եվ այս պարագայում, այո, պետք է ինքը ձևավորի առաջին հերթին իր կրեատիվ օրակարգը։ Եվ այդ օրակարգի հետևից քաշ տա իշխանության ներկայացուցիչներին։ Դրա համար պետք է ազգային ժողովում շատ կազմակերպած տանել այն խաղը, որի շուրջ պետք է համախմբել նաև արտախորհրդարանական ուժերին, որոնք ապահովելու են հանրության մեջ վստահություն պարլամենտում ներկայացված ընդդիմության նկատմամբ։ Եթե պարլամենտական ուժերը իրենք մեկուսանան հանրային լայն զանգվածներից, լինելու է այն, ինչ որ եղավ նախկինում, չասեմ չկարողացան, ավելի նուրբ ձևակերպենք, չստացվեց։ Փողոցային շարժում էլ կազմակերպեցին, իրանց ներկայացուցիչներից էլ բանտարկվեցին, իրանք էլ անցան այդ եւ հիմա անցնում են այդ ռեպրեսիաների միջոցով։ Բայց քանի որ պարտվել են չեն հաղթել, այո, հասարակությունը իրավունք ունի քննադատելու։ Հասարակությունը իրավունք ունի պահանջելու, որովհետև մարդիկ ասում են ձեր մոտ չի ստացվում, գնացեք, հա, թող նոր ուժեր գան։ Սա ճիշտ մոտեցում չի, Արմինե ջան։ Օրինակ ասում են Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահն է, դու գնա թող ուրիշները գան։ Նորը հաստատվելու է հնի ժխտման, հնին հաղթելու ճանապարհով, տարբերակ 1, տարբերակ 2։ Նորը նաև հաստատվում է հնի հետ ներդաշնակ գործելու ճանապարհով։ Ես ընդհանուր իմաստն եմ ասում։ Հիմա այս պարագայում մենք ոչ մի կողմից եզրեր չունենք։ Ձևավորվել է այս հասարակության, մեր հասարակության համար օտար, անհասկանալի մի իշխանություն, որը երկիրը տանում է դեպի վիլայեթացման ակնհայտ կերպով։ Չի պահում այն դիվերսիֆիկացիայի կանոնները արտաքին քաղաքական դաշտում, որը պետքա պահեր։ Մենք դա հստակ տեսնում ենք Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքից, որովհետև դուք ինչքան էլ ուզում եք թերագնահատեք, հա, խոսքը իշխող բանի վարչակարգի մասին, բայց Ռուսաստանը տարածաշրջանում մնում է գերտերություն, որը իր կարծիքը կարա ասի։ Հիմա եթե այս պարագայում դուք ուզում եք օքսիդացնեք ռուսական ազդեցությունը եւ դրա փոխարեն բերեք թուրքական ազդեցություն, մի բան մոռանաք, ցեղասպանություն մնացած հացեր, չեք լուծում խնդիրը, որովհետեւ մեկին փոխարինում եք մյուսով, իրավիճակը մնում է նույնը։ Ինչա տալինա, ինչա տալինա։ Հիմա փաստացի նույն այս շրջանակներում, չէ, ռուսական կողմը նաեւ նշեց ԵԱՏՄ թե Եվրամիություն։ Չեմ խորանում այս հարցով, դա էլ առանձին քննարկման թեմա, բայց իշխանության անհեռատեսության արդյունքն էր, որ ինքը հայտնվեց այս կարգի լուրջ երկընտրանքի առաջ։ Պետությանը կանգնացրեցին երկընտրանքի առաջ։ Հիմա գոնե մի հատ զսպաշապիկ պետքա լինի, որ կարողանա գոնե ինչ որ կերպ երկրի այս կործարանար ընթացքը հնարավորինս ասի։ Այո, պարոն Ծավգոլյան, այստեղ մեկ հարց, եթե կարելի է, առաջիկա ամիսներին իսկապես շատ լուրջ իրավիճակ է սպասվում, որովհետև Ադրբեջանն էլ է պահանջներ իր դրել եւ պնդում է կատարել, Թուրքիան եւս, ընդհանրապես Եվրամիությունը, այն բոլոր երկրները, որոնք նպաստեցին Փաշինյանի վերարտադրությանը, դա հենց այնպես չեն արել, ինչպես հայտնի խոսքում են ասում, Փաշինյանի սիրուն աչքերի համար չեն արել, այսպես ասեմ։ Դա իր գինն ունի։ Եվ Եվրամիությունը, եւ Միացյալ Նահանգները, եւ Ադրբեջանը, Թուրքիան բոլորը գինը պահանջելու են Փաշինյանից։ Շատ ծանր վիճակում ենք մենք հայտնվում, արդեն հայրենիքի որոշ տարածքներ կորցնելու մասին է հստակ խոսակցություն գնում։ Հիմա այս իրավիճակը, դրան գումարած սոցիալական ծանր վիճակը, չէ, երկրում իսկապես կա բավական լուրջ լարվածություն։ Մարդիկ աշխատատեղեր են կորցնում, Ծառուկյանի հիմնարկները, գործարանները փակելով առաջին հերթին հարվածել են նա հայ աշխատող մարդուն, գյուղացիներն են այնտեղ լուրջ խնդիրներ ունենում, ձուկ արտադրողներն են խնդիր, չկա մի ոլորտ, չկա մի տեղ, որ սոցիալական լարվածությունը չարտահայտվի։
Ինչ է կարծում, այս գնացող այս լարվածությունը կարող է ի վերջո նպաստել, որ երկրում դա դառնա հիմք իշխանափոխության համար։ Հնարավոր լինի այդ գեներացնել այդ տրամադրությունները եւ հեռացնել ի վերջո ոչ հայկական օրակարգ իրականացնող այս իշխանությունը։ Խնդրեմ։ Աբուլե ջան, իրենք թիրախային են գործում։ Գիտեք ինչ, եթե իրենք օրինակի համար մեկ շաբաթվա ընթացքում ընդունենք 100 խոշոր սեփականատերի ուղղությամբ, իրանց լեզվով ասած օլիգարխների ուղղությամբ, չնայած այդ բառը չի արտահայտում իմաստը, 100 խոշոր գործարարի ուղղությամբ իրականացնեն այդ ռեպրեսիան, երկրում կարելի է տրամադրություններ գեներացնել, բայց այս մարդիկ աստիճանական են այդ process-ը կազմակերպում։ Ընտրում են թիրախ ենթադրեն Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, հետո նրանց հետ ինչ որ պոլիսների հետևում ինչ որ X համաձայնության են գալի, բաց են թողում, հետո նորից են ներգրավում։ Հետո Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ են մի քանի քերական գործեր հարուցում, հետո այդ գործերը փակվում է։ Հետո էլի նորից են սկսում ռեպրեսիաներ անել։ Այսինքն իրենք միանգամից այդ ամեն ինչը չեն սկսում։ Իսկ այդ ուժերի մեջ միջև դանակը ոսկորը չի ասում, տեղից չեն շարժվում։ Հա նախկին վարչապետ Հովիկ տանից, Աբրահամյանից էլի գույքի բռնազգանձում են կատարում։ Հարցի մյուս կողմն է իրավական առումով դա ի վերջո օրինական գործունեություն են ծավալում, թե չէ։ Այդ հետագայում կպարզվի, որտեղ դատական բազմաթիվ process-ներ են լինում։ Բայց ես ասեմ, որ նայեք, գույքերի բռնագանձման մի մասը իրականացվել է հաշտության ճանապարհով։ Վերջնական դատական որոշման չի հասել գործը, ասենց ասեմ, վերաքննիչ կամ վճռաբեկ։ Եկել են ընդհանուր հաշտության։ Հիմա այստեղ չի նշանակում, որ իրականում այդ մարդիկ կոպիտ ասած կերել էին, լափել էին այդ ամեն ինչը, դրա համար եկել են հաշտության։ Կարող չէր ուզեցել քաղաքական այդ հալածյալի կարգավիճակում լինեն, գնացել են կոմպրոմիսի։ Բայց այս վիճակը, որ իրենք տանում են, մի մտիկ քաղաքականություն, թե չէ բանը, կունեզրկվես, կհարստահարվես կամ եւ այլն եւ այլն։ Մենք մոռանում ենք նաեւ, որ իրենք գլխատելով քաղաքական հին էլիտայի ներկայացուցիչներին, իրենք իսկ ձևավորում են նոր էլիտա։ Եվ այս մենակ աստղաբաշխական պարգևավճարները չի։ Ստվերային հսկայական, տիտանական կոռուպցիան է, որի արդյունքում արդեն որոշ ԿՊԵ-ականներ դարձել են պետության մեջ։ Սրանք են 2018 թվականի սոված տարավ հեղափոխականները չեն, Արմինե ջան։ Սրանք նոր հիդրաներն ու վիշապներն ու հրեշներն են, որոնք ավելին ծառայում են օտարի կամքին, ապազգային շարժում են ծավալում երկրում, արժեքներ են քանդում։ Հիմա ցավալի իրողություն եմ ասում, մի կողմից մենք ունենք հին այսպես ասած գործարարներ, որոնք այո, այդ 90-ականների բարքերը կար, ալանի, թալանի, չգիտեմ, վաուչերների, էժան գույքեր ձեռք բերելու, տենդերների միջոցով եւ այլն եւ այլն։ Բայց ես չեմ տեսել, որ օրինակի համար այդ մարդկանցից որևէ մեկը հակազգային գործունեությամբ ծավալվի։ Եկեղեցուն հայհոյի, կաթողիկոսի հետևից ընկնի։ Դպրոցում, չգիտեմ, խառնվի դասագրքերը արմատապես փոխի։ Հարցեր են։ Հիմա այս պարագայում մենք ինչ ենք ստանում խոշոր հաշվով։ Հին ֆինանսական էլիտային իրենք հարստահարում են, ունեզրկում են, փորձում են զրոյացնել, միևնույն ժամանակ իրենք ձևավորում են նոր քաղաքական էլիտա, որը ունի ապազգային բնույթ։ Բայց դա ձևավորում են ուրիշի ստեղծած հարստության հաշվին։ Եվ ուրիշի ստեղծած հարստության ունեզրկման հաշվին։ Եվ իշխանությունը կարող է բազմաթիվ դռներ բացել, որոնք անտեսանելի են հասարակ քաղաքացիների համար, տեսանելի չեն։ Նույն միջնորդությունները, խնդրանքները, ինչի չի կատարում այս իշխանության օրոք, հա? Տեսնում ենք օրինակի համար վերջերս էր գնել Սանոսյանը, հա, իր որդին տարկետում է ստացել բանակից եւ պարզվեց, որ այդ տղան ֆուտբոլիստ է, սպորտսմեն է։
Եվ ասում է, որ բոլոր սպորտսմենները հաշմանդամություն ունեն, չգիտեմ, չոսած այդ միտք արտահայտեց տարակազմի։ Որ հաշմանդամությունը ո՞նց է սպորտով զբաղվում այդ տղեն։ Կամ հաշվի ես առնում, որ 60 տարեկանից հետո հաշմանդամություն ունի, 18 տարեկանում պիտի չգնա ծառայության։ Նույն process-ը կատարվում է իրանց օրոք ավելի նուրբ, փաթեթավորված, վարդագույն ժապավեններով կապած, բայց ընթանում է այդ process-ը։ Հետևաբար մտածել, որ գիտեք ինչ, այս նոր իշխանությունները շատ լավն են, պուպուշ են, ազնիվ են, որ նրանց գիշերները չեն քնում, մտածում են, թե ոնց հակակոռուպցիոն պայքարը պետք է հաջողությամբ պսակվի, իրանք հենց կոռուպցիայի էպիկենտրոնում են։ Դրանց բոլոր քայլերը կոռուպցիոն են, որովհետև կոռուպցիան մենակ չի նշանակում փող վերցնել եւ տալ։ Կոռուպցիան դա նշանակում է կաշառում, քայքայում, փչացում ու ծածում, եւ դա վերաբերում է համակարգին, պետությանը։ Այդտեղ ֆինանսականը երկրորդական պլան է արդեն գնում։ Շատ լավ, պարոն Զաբգուլյան, կներեք, մեր թեման մի փոքր շեղվում ենք, որտեղ անդադ մենք կարող ենք այսպես քննադատել իշխանությանը, որը քննադատելու բազմաթիվ տեղեր ունի։ Այս պահին մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք եւ հասկանանք ընդդիմության քայլերը, որոնք պիտի լինեն եւ մենք եւս բոլորս մեր հերթին, լրագրողներն իրենց հարցազրույցներով, վերլուծաբաններն իրենց վերլուծական խոսքով, ընդդիմադիր արտախորհրդարանական հատվածը փողոցում իր ակտիվ աշխատանքով կարծում եմ պետք է թեու թիկունք լինի այս խորհրդարանական ընդդիմությանը, թողնել նրան մենակ, ասել գնացեք առավոտվանից երեկո, ինչպես նախկին 8-րդ գումարման ժամանակ են ստիպված միայն հարց ու պատասխան էին տալիս, որտեղ արդեն լծակ չունեն, չգիտեն ոնց պայքարեն, հա։ Կարծում եմ մեծագույն սխալ է, որ այստեղ պիտի կայանա հայ ժողովուրդ եւ ընդդիմություն, խորհրդարան եւ խորհրդարանից դուրս համախմբում։ Այդ համախմբումը եթե չեղավ, մենք սրանք չենք կարող ուղարկել տուն, Արմինե ջան, այսպես ասեմ, մեղմ ասած։ ուժեղ Հայաստան կուսակցության նախագահը Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ իրենք նախաձեռնություն ունեն, ըստ որի պետք է համախմբեն արտախորհրդարանական քաղաքական ուժեր։ Այո։ Ունեցած տեղեկատվությամբ այս process-ը չի կանգնել, ընթանում են բանակցությունները։ Օգոստոսի 2-ը առաջի օրն է լինելու այս նոր խորհրդարանի, եւ ես կարծում եմ, որ արդեն սեպտեմբեր ամսից ավելի ինտենսիվ ձևով խորհրդարանական ուժերը կսկսեն բանակցությունների շրջան եւ այո, փորձեն իրենց շուրջ նաեւ համախմբել տարաբնույթ ուժերի, որոնք կարող են հասարակության մեջ դրական կարծիք գեներալ։ Միայն ընդհանուր համախմբան շնորհիվ մենք կարող ենք հասնել հաջողության։ Ուրիշ տարբերակ հնարավոր չէ։ Այո, եւ մենք միասնաբար պետք է կանխենք այն, որ երբեմն ասում են, արդեն տվել են Սյունիքը, տվել են Տիգրանաշենը, տվել են Մեղրին։ Պատրաստում։ Այո, բայց մենք կարող ենք, չէ՞, միասնականությամբ կանխել։ Օվերտոնի, կներեք, նույն Օվերտոնի պատուհանի տրամաբանությամբ հող են պատրաստում, սկզբից որոշակի տեղեկատվության արտահոսք են կազմակերպում, հասարակության մեջ տրամադրություններ են ստեղծում, արհեստական այդ տրամադրությունները գոլորշիացնում են, հետո մարդկանց մոտ հետաքրքիր մտածում է առաջանում։ Բա Տիգրանաշենը չէին հանձնելու, բա կաթողիկոսին չէին ձերբակալելու, իրենք բոլոր միջոցները հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկելու օգտագործում եւ բնականաբար այդ հարցում այս իշխանություններին օժանդակում են օտար ուժեր։ Եվ ուզում եմ մեր այս հարցազրույցը ավարտել, շատ եմ ուզում մեջբերել այս անձի, որը ազգությամբ լեհ է, խոսքը ուղղված է մեզ, հայ ժողովրդին է ուղղված, Սփյուռքում եւ Հայաստանում ի պաշտպանություն կաթողիկոսի, բավական ծավալուն է, բայց ես մի քանի հատված եմ ընդգծել, հիմա ուզում եմ ներկայացնեմ եւ ձեզ եւ մեր ունկնդրին։ Տեսեք, ասում է ես Տոմաշ Լեխ Բուչեկս, լեհ կաթոլիկ, Լյուբլինից, մարդ, ով ոչ մի կաթիլ հայկական այրուն չունի իր երակներում, բայց ով իր սրտում կրում է խորը սեր եւ անսահման հարգանք հայ ժողովրդի, նրա տառապանքի, նրա հավատի, նրա 1700-ամյա քրիստոնեական ժառանգության հանդեպ չեմ կարող ես լռել։
Խորը ցավով անհանգստությամբ հետևում եմ այն արշավին, որ այսօր տարվում է Հայաստանի ներսում ընդդեմ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Սուրբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դեմ։ Որպես օտար տեսնում եմ ավելի պարզ, երբ հայը հարվածում է իր իսկ եկեղեցուն, նա հարվածում է իր սեփական հոգուն։ Եկեղեցին վերջին բերդն է, որը չի կարելի գրավել։ Կաթողիկոսի վրա հարձակվելը հեշտ է։ Նա չի պատասխանի ատելությամբ ատելությանը, նա չի իջնի քաղաքական ցեխի մեջ, նրա զենքը աղոթքն է եւ համբերությունը, եւ այդ պատճառով էլ նրա վրա հարձակվում են վախկոտները։ Բայց ավելի ցավալի է մեկ այլ բան՝ կեղծ բարեկամների դավաճանությունը, եւ այստեղ նա խոսում է, ցավոք, խոսում է Սփյուռքի մասին, ասում է Սփյուռքում ինքը տեսնում է հայերի, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, բայց իրենց բիզնեսը պահելու համար օգնում են եւ ֆինանսավորում են։ Տեսեք, զարուրելի պատկեր է այս օտարազգի անձնավորությունը բացահայտում նաեւ մեզ համար եւ ասում է, որ Սփյուռքի լռությունը դավաճանություն է։ Ես հիմա կավարտեմ, պարոն Սավգուլյան։ Ասում է, ես որպես լեհ պաշտպանում եմ Գարեգին II-ին, որովհետև ես գիտեմ, թե ինչ է նշանակում ոչնչացնել եկեղեցին, ոչնչացնել նշանակում է ոչնչացնել ազգը, եւ շեշտում է հետեւյալը. առանց Էջմիածնի չի կարող լինել Հայաստան, ինչպես չի կարող լինել առանց եկեղեցու Լեհաստանը։ Շեշտում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը օծյալ է բոլոր հայերի համար, նա կրում է ծանր խաչ պահելու ազգի միասնությունը Արցախի կորստից, պատերազմից եւ այս պառակտումներից հետո եւ կոչ է անում այս հարգարժան մեր հոգեվոր ընկալումներ ունեցող կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը, ասում է, ձեր մի տվեք իմ եղբայրների կաթողիկոսին, ձերք մի տվեք Մայր Սուրբ Էջմիածնին, եթե ուզում եք ուժեղ Հայաստան, ծնկի եկեք եկեղեցու, ոչ թե եկեղեցու դեմ։ Խնդրեմ, ես կուզեմ հետևյալ առումով ձեզ հարցս ուղղել, պարոն Սավգուլյան։ Մենք ի վիճակի ենք ի վերջո այդ համախմբում, այ դուք ձեր խոսքը քիչ առաջ խոսում եք քաղաքական ուժերի շուրջ, այդ համախմբման անհրաժեշտության մասին։ Իսկ արդյոք հնարավոր չէ, որ հայ ժողովուրդը ընդդիմությամբ հանդերձ համախմբվի ի պաշտպանություն մեր եկեղեցու կաթողիկոսի, եթե այս գաղափարը լինի համախմբման մեջտեղում, չեք կարծում, որ ավելի արդյունավետ է լինելու այդ համախմբումը եւ միայն այդպես հնարավոր կարող է լինել ազատվել այս իշխանությունից։ Խնդրեմ եւ ավարտենք սրանով։ Անունը ջան, կար դիտարկում, երբ որ ամենայն հայոց կաթողիկոսին հրավիրում են քննչական մարմին, քննչական այդ գործողությունից հետո, հարցաքննությունից հետո կաթողիկոսը օրնում է քննիչին եւ նրա ընտանիքին։ Եվ այս պարագայում, այո, կաթողիկոսի զենքը հավատն է։ Կաթողիկոսը ոչ հեղափոխական է, ոչ էլ քաղաքական գործիչ, որ դուրս գա բեմ եւ սկսի քաղաքական հայտարարություններ անի։ Հասարակության մեջ պետք է լինի այն գիտակցումը եւ այն պատկառանքը եկեղեցու նկատմամբ, որ գործող իշխանության մտքով անգամ չանցներ, որ ինքը այսքան հեռու կարող գնալ։ Բայց այս ուղղությամբ են լուրջ հոգեբանական աշխատանքներ տարել։ Փորձել են եկեղեցին, կաթողիկոսին հեղինակազրկեն հասարակության աչքում։ Եվ կարողացել են նաև տարաբաժանել կաթողիկոս եւ եկեղեցի հասկացում, որ մեր խնդիրը ավելին կաթողիկոսի ինստիտուտի դեմ չէ, այլ անձի դեմ է։ Դա էլ են կարողացել մասնատել։ Այս պարագայում միակ իմ առաջարկը, որը կարող է լինել պարլամենտական ընդդիմությանը, այս ամառային տապից հետո ռեստարտի գնալ եւ հնարավորինս համախմբված խաղ համազգային օրակարգով առաջ շարժվել եւ այդ օրակարգի մաս դարձնել նաեւ սփյուռքահայությանը, որովհետեւ այս բանի մեր մոտի երկրի ներքին այդ վատ տրամադրությունները նաեւ սփյուռքն է պառակտել եւ ազգային ժողովում ներգրաված ընդդիմություն, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր, գումարած սփյուռք։ Այս երաչափ բանաձևով մենք կարող ենք հաղթել եւ ներքին քաղաքական հակառակորդին եւ ապագայում նաեւ մեր արտաքին ճշտամիներին։
Շնորհակալ եմ, պարոն Սավգուլյան, ինչպես միշտ հետաքրքիր է ձեզ հետ զրուցելը, շնորհակալ եմ այս վերլուծության համար, վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ իմ այսօրվա հյուրը Հայ ԱԿԲ-ի վարչության անդամ պատմաբան Արեգ Սավգուլյանն էր։